Փառք Աստծո, որ նորից այսօր այստեղ ենք, ուրախ եմ եւ ես որ այստեղ եմ եւ որ ձեզ եմ տեսնում։ Ամեն։ Որ Աստված կյանք տվեց, առողջություն, ուժ գալու։ Թող Աստված իմաստություն տա եւ իր Աստծո փոխով առաջնորդի մեր այս խորհրդատությունները։ Լավ կլինի, որ բոլորս մասնակցենք։ Այսօրվա դասն է մահվան նկատմամբ տարած Քրիստոսի հաղթանակը եւ հիշելու համարն է հայտնություն 1:17-18 համարները։ Երբ նրան տեսավ, մեռածի պես նրա ոտքերի առաջ ընկավ, իսկ նա իր աշինց վրա դրեց եւ ինձ ասաց. «Մի վախեցիր, ես եմ առաջինը ու վերջինը եւ ողջը։ Ես մեռա եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները»։ Ով է ում ասում այս խոսքերը։ Հիսուսը ասում է Հովհաննեսին։ Եվ իհարկե ասում եմ, որ դժոխքի ու մահվան բանալիներ ունեն, դժոխք, երբ որ կարդում ենք ցածը բացատրում Աստվածաշի մեջ է, ցածը գրում է գերեզման, դժոխքի կողք գրած այդ բանը։ Եվ այսինքն ինչ է դա նշանակում։ Հիսուսը Հովհաննեսին ասում է, որ ես կարող եմ գերեզմանները բացել, որ ես կարող եմ մահը հաղթել։ Տես ես հաղթեցի։ Եվ Հիսուսի հարությունը մենք անցած թեմայում ասեցինք, որ Հիսուսի խաչելությունը հրկության պատմության կենտրոնական մասն է։ Ամեն, այո։ Իսկ Հիսուսի հարությունը, ասեք, եթե Հիսուսի հարությունը չլներ, արդյոք խաչելությունը օգուտ կտար։ Չէ։ Ոչ։ Ինչու, որտեղ Հիսուսի հարությունը առանցքային գաղափար է քրիստոնեական հավատի համար, ինչ է գրում Հովհաննես Պողոս Առաքյալը Ակորինթացիս 15-16-18 ասում է, որտեղ եթե մեռելները ինչ պրոբլեմ էր Կորինթոսում։ Մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է մեռյալների հարություն։ Եվ Պողոս իրանց գրում է, օքեյ, եթե դուք չեք հավատում, որտեղ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատումն այն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, խորան։ Այսինքն ինչ իմաստ ունի, որ այս կյանքը կարծես մի րոպե լինի, չէ՞։ Գալիս ես, ապրում ես, երբ որ գալիս է ծերանում ես, տեսնես, մի ոնց որ մի վայրկյանի պես անցավ կյանքը։ Իմաստը որն է այդ կյանքի, եթե ես միայն այս կյանքի համար եմ հուսացած Աստծուն, որ ինքը ասենք, թե ինձ առողջ պահի, ասենք, թե հարստություն տա, չգիտեմ, հաջողություն տա եւ այլն եւ այլն, ասում մենք ամենախղճալի մարդիկն ենք, եթե միայն այս կյանքի համար ենք հուսացած Հիսուսին։ Ինչի՞։ Որտեղ Աստված ավելին է տալի, քան թե այս երկրավոր կյանքը։ Որտեղ Հիսուսի մտադրությունն է, որտեղ այս երկրային կյանքի իմաստը ինչու՞ն է կայանում, որ մենք պատրաստենք, որ գնանք մեր հավիտենական կյանքով ապրենք։ Այդ է ամբողջ իմաստը։ Եվ միայն Հիսուսի հարությունը, խաչ ու հարությունը տվեց մեզ այդ հնարավորությունը։ Այսինքն ոնց որ մեկը քեզ առաջարկի շատ լավ բան, բայց դու ընդհանրապես չօգտվես։ Վերցնես ասես, ինձ այսքանը հերիք է։ Չգիտեմ ինչ օրինակով բերեմ։ Եվ ինչ եղավ, երբ որ Քրիստոսը մոտեցավ իր կյանքի ավարտին, երբ որ խաչվեց, ասեց կատարվեց, կարծես թե իր առաքելությունը, իր կյանքը կարծես թե ձախողված է, չէ՞։ Իր աշակերտը իրան մատնեց, մյուսը ուրացավ, բոլորը թողեցին իրան փախան, ինքը մտավ գերեզմանի մեջ։ Բայց քանի որ Հիսուսը իր խաչելությունից առաջ ասում էր, որ ես կմեռնեմ, հետո հարություն կառնեմ, ուրեմն սատանան լավ էր հիշում այդ խոսքը եւ փորձում էր, որ Հիսուսին, եթե հնարավոր է, ինչպես որ իր ձեռագրում գրում է Մարգարեության հոգին, եթե նա, այսինքն սատանան կարողանար Քրիստոսին փակված կպահեր այս գերեզմանում,
Ինչի որտեղ ինքը հասկացավ, երբ որ Քրիստոսը խաչվեց մեռավ, ինքը հաղթվեց։ Բայց քանի Քրիստոսը գերեզմանում էր, էլի ինքը հույս էր փայփայում, որ միգուցե, գիտեք, մարդը երբ որ պարտվում է, բայց չի հանձնվում, էլի շարունակում այդ պայքարը։ Հիմա նույնը ինքն էր։ Եվ ինչ մեթոդներ ինքը կիրառեց, իբր թե Հիսուսին փակված պահելու համար Մատթեոս 27 գլխի 62-ից 66 հավանները կարդանք, հետևյալ օրը, որ ուրբաթն հետո էր, քահանապետներն ու փարիսեցիները ժողովեցան Պիղատոսին Փողոսին. Տեր, կհիշեք, թե այն մոլորեցուցիչը իր կենդանության ատեն կսեր, թե 3 օրեն հետո հարություն պիտի առնեք։ Ուստի հրամանր է, որ մինչև 3-րդ օրը գերեզմանին զգուշություն ունեն։ Չլա թե իր աշակերտները գիշերով գան, զանիկա գողնան և ժողովրդին ասեն, թե մեռելներին հարություն առավ։ Ու ետքի մոլորությունը առաջվնեն գեշլա։ Պիղատոս անոնց ասավ. Դուք ունեք պահապան զինվորներ, գացեք, զգուշություն արեք, ինչպես որ կուզեք։ Անոնք գացին գերեզմանի զգուշություններին, քարը կանչելով և պահապան զինվորներ դնելով։ Ուրեմն քարը քնքեց, որ իբր թե Հիսուսը մեջից չկանա բացի, եթե հանգարցություն առնի, ով էր իրանց հրամայող այս ամեն ինչ անողը։ Սատանան էր այդ միտքը տալի։ Եվ իբր թե զինվորներ կարգեցին, որ այդ զինվորներն էլ իբր թե թույլ չտան, որ աշակերտները գան, մարմինը գողանան։ Այսինքն ինքը իր ախելքով միջոցներ ձեռնարկեց, որպեսզի Հիսուսին պահի գերեզմանի մեջ, բայց արդյոք հաջողեց։ Չհաջողեց։ Երրորդ օրը ինչ եղավ, հրեշտակը եկավ, եկեք կարդանք Մատթեոս 28, 1-ից 6-ը։ Եվ շաբաթ գիշեր, երբ մեկշաբթին կլուսնար, եկավ Մարիամ Մագդաղենացին մյուս Մարիամը գերեզմանը տեսնելու, եւ ահա մեծ երկրաշարժ եղավ, բացի Տերոջը հրեշտակը երկինքեն իշտերով գնաց դռնեն մեկի գլորից քար ու անոր վրա նստավ, եւ անոր տեսքը փայլակի պես էր, ու անոր հանդերձները ձույնի պես ջերմակ, եւ անոր վախեն պահապանները խռովեցան ու մեռածի պես եղան։ Պատասխան տվավ հրեշտակը ու ասավ կիներուն. Դուք մի վախնաք, քանզի գիտեմ, որ կփնտրեք Հիսուսը, որ խաչվեցավ, անիկա ոչ չէ, բազմազի հարություն առավ, ինչպես ասավ, եկեք տեսեք այդտեղը ու Տերը պառկած էր։ Ամեն։ Քանի հարություն։ Այսինքն օգնեք սատանայի ձեռնարկած միջոցները, որ Հիսուսը մնա գերեզմանում։ Ոչ մի ձևով։ Շատ կարճամիտ բաներ, այսինքն չեր կարա ինքը հաղթել, ինչ էր որ անում։ Այսքան ժամանակ ինքը պայքարեց, չհասկացավ, բայց ուղղակի գիտեք ինչ, էդի կործանված էակի վերջին ճիքերն է, որ փորձում է իբր թե փրկել ինքը իրեն։ Այսինքն իր լրիվ ծրագրերը ձախողեցին, ինչով որ ինքը ուզում էր հաղթեր Աստծուն, սատանայի լրիվ ծրագրերը ձախողեցին եւ էսի վերջին հարվածն էր, ասենք ասեց, իր այդ վատ ծրագրերին։ Եվ Հռոմեացիս 8:11-ում ասում է, եթե Հիսուսը մեռելներին հարուցանողին հոգին ձեր մեջ բնակված է, ուրեմն անիկա, որ Քրիստոսը մեռելներին հարուցանեց, պիտի կենդանացնեք ձեր մահկանացու մարմիններն իր հոգիովը, որ ձեր մեջ կբնակի։ Տեսեք ինչ բաց բացատրում է։ Չի ասում ձեր հոգիները կգնան, չգիտեմ ինչ կանեն։ Ասում է հարուցանողի հոգի, այսինքն ով մեծատարը գրած Սուրբ հոգի։ Եթե ձեր մեջ է, ասում է, որ Քրիստոսը մեռելներին հարուցանեց, պիտի կենդանացնեք ձեր մահկանացու մարմինները։ Բայց իհարկե փոխված վիճակում, բայց մարմինները։ Այդ Կորինթացիների մեջ էլ որ գրում ասում է, որ նրանք կորսված կլինեին։ Եթե Քրիստոսի հարությունը չլիներ, կորած պիտի լինեին։ Իսկ եթե մարդիկ հիմա մեռնում են ու արդեն գնում են արքայություն, ոնց այդ համարը կարող ենք բացատրենք, որ կորած պիտի լինեին։ Okay. So ինչ պատահեց, որ այդ զինվորները գնացին եւ վկայեցին քահանապետների առջև, այդ քահանաների
այդ ամբողջ մեծ ղեկավարների առջև, որ ինչ պատահեց, որ հրեշտակը եկավ եւ այդ համարը ստեղ նշում է, թե դի հետո է։ Okay. Էդի ոնց որ թե հետո է։ Հա, չէ, ստեղ անեց։ Մատթեոս 28 բնքի 11 համարում ասում է Հռոմեական պահակազորից ոմանք քահանապետներին պատմեցին ամբողջ պատահածը։ Այսինքն ինչ էին պատմել։ Հետո ինչ արեց այդ քահանապետը։ Փող տվեց, ասում է նայեք ինչ որ տեսել եք, բերանել թագեք։ Ոչ մեկին չասեք։ Ասեք սենց, մենք քնած էինք, աշակերտները եկան գողացան Մարմինը եւ ասում եմ մի վախեցեք, որտեղ դրանց համար իրենց պատիժ է, չէ՞, ասում եմ պահակ եք պիտի ակնորեն, ասում մի վախեցեք, մենք կխոսանք, ձեզ ոչ մի պատիժ չի հասնի եւ իրանք արեցին այդպես, վերցրեցին փողը եւ սուտ ասեցին, չնայած եթե մարդ բանականությունի կհասկանա, որ դի սուտ է, որտեղ ասա, երբ որ մենք քնած էինք, Հիսուսի աշակերտները եկան Մարմինը գողացան, որ քնած էիր, որ դից էր մացրել թե ով եկե, ով ինչ են արել եւ ինչ չեն արել։ Սո գիտեք ինչ, միշտ սատանայի ասածը բռնվում է, այսինքն սուտը միշտ էլ բռնվում է։ Հետո էլ ով էր տեսել, որ մեռած մարդու Մարմինը իրականների բաներից հանեն, կտորը հանեն, այդ էլ հերի չէր իրա վաշամակ ասма երեսը ծալլված մի կոմ է դրած, այդքան անեն, հետո նոր մեր Մարմինը գողանան փախնեն։ Մանավանդ, որ իրանք վախի մեջ, որ կարծում են թե սա իրանցել են բանտարկելու, իրանցել են սպանելու, փախված էին վախի մեջ, չէին թողում մեկը մտներ։ Եվ ցավոք, այս զինվորները երբ որ տեսան այդ տեսարանը, պիտի ուրախանան, պիտի ասեն, «Ո ճիշտ է, այս Աստծո որդին է, Փառք Աստծո, մենք կարող ենք հավիտյան ապրել, իրան ընդունենք եւ հետո մենք էլ իր այդ հավիտյուն կառնենք»։ Բայց իրանց ռեակցիան հետաքրքիր է, չէ՞։ Գնացին փող վերցեցին, որ սուտ խոսան, զարմանալի է։ Աստված ինչ է առաջարկում մարդուն եւ մարդը ինչի հետևից է գնում։ Իրանք ուզեցին, որ այդ կրոնական առաջնորդներին լուրը տան, որ դա ճիշտ է, իբրթե որ այսինքն Հիսուսը իրական հայություն առավ, Հիսուսը իրական Աստված է, դա էին իրանք մայն ասվածքի մեջ որ գնան վերջ առաջնորդել, բայց բացի դա չէ՞ Հիսուս երբ որ հարություն առավ, գերեզմանին բացվեցին, այդքան շատ սրբեր նույնպես հարություն առան եւ նա գայեցին որ Ստեղ զինվորների մասն ենք խոսում, բայց ինչ որ այա, ստեղ չի նշվում, որ ասենք թե իրանց սպառնացին, հանկարծ ճիշտը չասեք, չգիտեմ, սպառնացել են թե չէ, բայց իրանց ընտրությունը տեսնում եք ինչ է։ Փողը վերցեցին դրանցից սուտ խոսացին, փոխանակ ուրախանան ասեք, դեք վայ իսկականից։ Բայց ասեցին, եթե չէին վախենում, հա? չէ իրանք էին չէին վախենում։ Այնքան են կուրացել, որ այսքան ապացույց բերում են, զինվոր եկել ասում է, գիտես, իսկականից հարություն է առել։ Էլի ուզում է խոսքի։ Հետա, փոխանակ խոսքանի հնարվի։ Այն մարդը, որ կուրացած է այս աշխարհի բարիքներով, այս աշխարհի իր փառքով, արդեն կուրացած է։ Այդ կուրությունը չի թողնում ինքը որ տենա լույսը։ Չի թողնում, որ ինքը լավ բանը տենա։ Բանի վրա է կենտրոնացած։ Եթե մարդը կենտրոնացած է բաների վրա, դու ինչքան ուզում ես իրան, հա, ուզում ես շեղը չի շեղում, որտեղ իր կենտրոնացումը դրա վրա է։ Իրանք սատանային են ծառայում, սատանան իրանց միջոցով ուզում էր քանդել այս գործը ու վերջ, մարդկանց զրկել կրթությունից։ Եվ ինչ ուրիշ ուրախալի երևույթ տեղի ունեցավ, Մատթեոս 27, 51, 53 համարները ստե գրած է, եւ ահա կոմոդ բացա Իրինա ջան այս գրքից այդ մասը կարաս կարտաս այդ համարը 3 շաշ Okay կարաս Ահա տաճարին վարակույրը վերեն վար երկունքի ճեղքվեցավ երկիրը շարժվեցավ քարերը ատրվեցան գերեզմանները բացվեցան եւ շատ մսուրբ նջեցյալներու մարմիններ հարություն արին
Եվ գերեզմաններին ելան անոր հարությունեն հետո, մտան Սուրբ քաղաքը եւ շատերը երևցան։ Բայց Հարապետը եւ անոր հետ Հիսուս պահողները եւ տեսան երկրաշարժը ու եղած բաները շատ վախցան։ Այսքանը բավական է 51-ից մինչև 53-ներ։ So շնորհակալություն։ Ուրեմն ինչ եղավ։ Համ Հիսուսի մահվան ժամանակ հարություն երկրաշարժ տեղի ունեցավ, այդ ասել ենք, որ ինչի պատրվեց վարակույրը, որտեղ էլ պետք չէր զոհաբերել, այդ երկրային սրբարանը էլ ստեղ պետք չէր գնաց, երկնքում արդեն իրական երկրային ծառայությունը պիտի անցկացվի, էլ պետք չի, որ ստեղ կրկնօրինակը լինի։ Արդեն մենք ուղիղ կապնվում ենք երկնքի հետ Հիսուսի միջոցով։ Հիսուսը դարավ եւ մեր քահանապետը, եւ մորթված ոչխարը։ Եվ արդեն պետք չէ, այդ ամբողջ սիստեմը ջնջվեց մեջտեղից գնաց, որտեղ իսկականը տեղի ունեցավ, եւ այդ հարության ժամանակ ոնց որ դուք ասեցիք, ասма գերեզմանները բացվեցին, այսինքն այդ քարերը գլորվեցին իրանց մոտ այդ բաներում ինչ է թաղում մարդկանց։ Բայց հետաքրքիր է, որ ասма իրանց դեռ դուրս չեկան, հարություն առան, բայց սպասեցին մինչև հարությունը, մինչև Հիսուսը հարություն առան, երևի հրեշտակներ ասա, ես չգիտեմ ինչի իրանք դες որոշեցին, բայց մի քիչ հետո կիմանան, թե ինչի էս մարդիկ հարություն առան։ Եվ Հիսուսը գիտենք, որ իր կյանքի ժամանակ շատերին հարություն տվեց, չէ՞։ Բայց այդ մարդիկ, որ հարություն առան, օրինակ ասենք թե Նայնի կամ Հազարոսը, իրանք նորից մահացան հետո, այսինքն իրանք դեռ հավիտենական կյանքի համար հարություն չէին արել։ Բնական մարմնով։ Այո, բնական մարմնով, ճիշտ առողջ չէին հարություն արել, բայց իրանք դեռ այս աշխարհի, այսինքն մահկանացու մարմնով հարություն առան, եւ հետո էլ մեռան։ Հետաքրքիր որ իրանք երկու անգամ մահացան, երկու անգամ կլինի իրանք հարությունը։ Եվ բայց այս մարդիկ, ովքեր հարություն առան, իրանք արդեն հարություն առան հավիտենական կյանքի համար նորոգված մարմիններով։ Ինչի, որովհետև գիտեք, հին ժամանակում այդպես տոն ունեին, երբ որ առաջին պատողները լինում էր, բերում էին զոհաբերում էին Աստծուն, առաջին տոնը, առաջին պտուղները, եւ նույնը հիմա, երբ որ Քրիստոսի հարության հետ մեկտեղ այս մարդիկ հարություն առան, այդ ինչ նշան էր, որ Հիսուսի ամբողջ միսիան ընդունվեց, իր առաքելությունը կատարվեց ճշտությամբ եւ Աստված ընդունել է իր զոհաբերությունը։ Բայց երբ իրանք դուրս եկան, երբ որ Հիսուսը Մարիամ Մագդալենացին երբ որ եկավ ուզում էր դիպչել իրան, ասեց չէ, մի դիպչի, ես գնում եմ հոր մոտ։ Ինչի համար է գնում հոր մոտ, որպեսզի հավաստիանար, որ իր զոհը ընդունված է, որ մարդկության փրկությունը իրագործված է։ Եվ գնաց, իմացավ, հետո հետ եկավ, նոր էս մեռածներն են, որպես առաջին պտուղ, դուրս եկան, ասма գնացին Երուսաղեմ իր հարությունից հետո եւ սկսեցին վկայել իր մասին։ Իր հարությունից հետո։ Երբ որ արդեն պարզ էր, որ Աստված ընդունեց։ Եվ գիտենք, որ երբ որ Հիսուսը համբարձվեց, այս բոլոր մարդկանց իր հետ վերցրեց, որպես առաջին պտուղ իր արած գործի, իր արած փրկagorցության եւ գիտենք, երբ որ քահանան ինչ էր անում, երբ որ այդ պտուղները, այդ սորենը բերում ինչ էր, թափահարում էր, չէ՞, այդ բանի առաջ։ Նույնը Հիսուսը այս իր խուրձը, մի հատ խուրձ սորենի, տենց ասենք այդ մարդկանց, տարավ վերև եւ ինչ ուրախությամբ ընդունեցին հրեշտակները եւ ամբողջ, գիտեք, ամբողջ երկինքն է մեր համար ցավում, մեր համար ապրումների մեջը, մեր համար ուրախանում է, մեր համար տխրում է, այսինքն ամբողջ երկինքը ասելով հրեշտակները եւ ընդդեղի բնակիչները այլ տեղերի եւ իր մյուսը, որ խոսվում է
հարություն առած Քրիստոսի վկաների մասին, էսի Հովանես 20 գլուխ, էսի շատ երկար է, Կորինթացիս 15 գլխի 5-ից 8 համարը կարդաք։ Եվ թե երևցավ Կեփասի ու ետքը 12-ին, ետքը 500 ավելի եղբայրներուն մեկտեղ երևցավ, որոնց մեջ շատերը մինչև հիմա կան եւ ոմանքան ննջեցին, ու ետքը երևցավ Հակոբոսի, ետքը բոլոր առաքյալներուն, ամենայն ետքը որպես թե վիժացի Մենձյան երևցավ, բայց ես առաքյալներուն ամեն հետինն է, որ արժանի աչեմ առաքյալ ըսվելու վասի Աստծո եկեղեցին հալածեցի։ Okay, ուրեմն ստեղ ում աստեղ մեկ առ մեկ ասում, վկաների, Պողոսը հանդիպեցին Հիսուսը ում որ երևաց։ Իրանք հարություն առած Քրիստոսի վկաներն են, այսինքն Մարիամ Մագդաղինացին, հետո մյուս կանայք, հետո բոլոր աշակերտներին երևաց, հետո այդ Էմաուս գնացող երկու աշակերտներին, եւ վերջապես երբ որ Հիսուսը եկավ Վերնատուն, տեսան եւ զարմանքով լցվեցին եւ Ֆիլիպոսն էլ, որ ասել էր ես չեմ հավատա մինչև չտենամ Թովմասը, մինչև ձեռքս չդնեմ, չշոշափեմ այդ իր վերքը, ես չեմ հավատա, եւ Աստված այդ հնարավորություն տվեց, այդ ապացույցն տվեց, ասեց արի, դիր ձեռքը տես, որ դա ես եմ, որ հարություն եմ առել։ Եվ ինչ եղավ, ասում Թովմասը խոստովանեց, դու իմ Տերն ես եւ իմ Աստվածը։ Եվ Հիսուսն ավելացրեց, հավատացիր, քանի որ տեսար ինձ Երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու։ Թող Աստված մեզ օգնի, որ այդ հավատացողների մեջ լինենք։ Եվ Կորինթացիս 15:20-ը, Կորինթացիս 15:20-ը Բայց հիմա Քրիստոս մեռելներեն հարություն առած է, ննջեցյալներուն առաջին պտուղը։ Ինչի է կոչում ննջեցյալների առաջին պտուղը։ Չէ՞ որ Հիսուսից առաջ այդքան հարություն, Մովսեսը հարություն առավ, Ղազարոսը հարություն առավ, այդ աղջկան չէ, չէ։ Այդ աղջկան Տաբիթա։ Հա, Տաբիթան էլ է, չէ, Տաբիթան իրայից հետո է հարություն առել։ Այն աղջիկը Հայրոսի աղջիկը, Նայինի տղա, 5 տակարան մեղացներ։ Հա, որ ասում է Տաբիթա Քումի, հա, անունը չի, հա, Տաբիթա, կարծեմ չգիտեմ։ Ուրեմն, բայց ինչի է Հիսուսը կոչվում առաջնեք հարության մեջ։ Ինքը իր փառավորյալ մարմինով հարություն առավ։ Իսկ մյուսները այն մարմինով հարություն առին, ինչ որ այդ նորից երկրորդ անգամ մեռան նրան։ Բայց Մովսեսը արդեն Մովսեսը այո, Մովսեսը տարբեր էր։ Եվ այսինքն ինչի օրինակ, երբ որ անցած դասում մենք խոսացինք, ինչ էր ասում, ինչի է ինքը կոչվում գար, որ աշխարհի սկզբից մորթված է։ Ինքը մորթվեց 4000 տարի առաջ, բայց ասում աշխարհի սկզբից։ Ինչի, որտեղ այդ ձևի ծրագիր էին կազմել, որ եթե մեկը մեղանչի, մեղք լինի աշխարհում, ինչ պիտի անենք, այսինքն դիզերքում։ Եվ Հիսուսը ինքը իրան առաջարկել էր, որ ինքը կզոհվի, որտեղ Էդրանից ցածր զոհ չէր կարող լինել։ Եվ նույնը վերաբերվում է այս ննջեցյալների առաջինը։ Այսինքն այդ ծրագրի մեջ էր ամբողջ, ոնց որ խաչելությունը, ունեցել հարությունը։ Այս ամբողջ հարությունները եւ Մովսեսի եւ այդ մյուսների չեն լինի, եթե Հիսուսի հարությունը չլիներ։ Այդ հարությունները եղավ ավանսով։ Այսինքն, եթե Հիսուսը չհաջողեր, ինչ կլիներ, այդ լրիվ հեչ կլիներ։ Ամբողջ մեր երկիրը կկործանվեր, եթե Հիսուսը չխաչվեր, հարություն չառներ։ Դրա համար, այսինքն, հիմքը, այս բոլոր հարությունների եղած, Հիսուսի հարությունն է։ Խաչելությունը ու հարությունը եւ մի մարդ էլ գրում է Վայնե Գյուդը Պողոսն օգտագործում է գյուղատնտեսական այս սովորույթի փոխաբերությունը մատնանշելու համար, որ մենք կլինենք ինչպես Քրիստոսը, այնպես ինչպես երախայրին կամ ինքը ասում է, որ եթե այդ առաջին պտուղները վերվեց եւ իրան լավ որակով պտուղներ են, նշանակում է, որ մնացած ծառի վրայինն էլ են որակով։ Ինքն էլ այս ձևով է,
մատուցում ես, որ ոնց որ Հիսուսը առաջինն է։ Որպես Հիսուսը այսքան հարավարյալ մարմինով մենք է տենց առանց ոյցե մի ցավերի կամ առանց blemishes էլի։ Մենք սպիների, մենք գիտենք, որ Հիսուսի սպին մնալու է ամեն, այդ ծակերը մնալու է խաչի։ Եվ շատերը մտածում են արդյոք մենք էլ որ ասենք ինչ-որ պրոբլեմ կամ սպի ունենանք էտել է մնալու, իհարկե ոչ, որտեղ հայտնություն ինչ է որ, ասում ամեն հիվանդություն, ամեն պակասություն, ամեն ինչ, ասում փառավորյալ մարմնով հարություն կազմի։ Հիսուսի այդ տեղը իմաստ ունի, բայց եթե մեր սպիները մնա իմաստ չունի։ Ինչի համար իմաստ ունի, որտեղ Հիսուսի մահը միակ գարանտիան է, որ էլ մեղք չի լինի սրանից հետո դիեզերքում, երբ որ այս ամեն ինչը բնաջին լինի մեղավորը եւ նորից Աստծո մտադրության ոնց որ ինքը սկզբից մտադրվել էր փառավոր երկիրը լինելու եւ հավիտենական կյանք, էլ վտանգ չկա, որ մեղք կլինի։ Վկա Հիսուսի այդ սպիները։ Եվ ամբողջ հավիտենականության ընթացքում մենք կնայենք այդ սպիներին եւ փառք կտանք Հիսուսին։ Իհարկե, այստեղ նաեւ գրած է, որ ոմանք այնքան են խստանում իրաց անհավատության մեջ տարբեր թեորիաներ են հորինում։ Հիսուսը չէր մեռել, ուշքը գնացել էր, հետո ուշքի եկավ Աստծուն հարություն առել, նույնիսկ հորինել են, թե Հիսուսը երկօրյա եղբայր ուներ, իսկական Հիսուսը մեռել է, հետո իր երկօրյա եղբայր։ Այսինքն ինչ սուտ ասես հորինում են, մենակ թե արդարացնեն իրանց անհավատությունը, Աստված շանի, որ մենք այդ մարդկանց մեջից ելնենք։ Աստված մեզ տվել է զարմանալի գանձ։ Աստված չափսոսած ամեն ինչ թողեց իր լավ կյանքը եկավ, որ մեզ հավիտենական փրկություն տա, հավիտենական ուրախություն, որ մեզ իսկական լավ կյանք տա, ոչ թե կարճ, այլ հավիտյան եւ ես չեմ պատկերացնում, ինչի պիտի մարդը չընդունի այդ մեծ նվերը։ Եթե շատերը չեն հավատում հարությանը, որտեղ ասում են յահետի ոնց կլինի, բայց հասարակ մի օրինակ, որ Պողոսն էլ է մեջ բերում, որ սերմը ցանում է, սերն ինչ է, մի փոքր հատիկ է, ցանում ես այդ սերմից, կապ չունի, այսինքն կապ ունի, որ ծառը կարող է մի քանի տարի տևի, կարող է մի տարի տևի, նայած որ ծառը աճում եւ պտուղները վրեն չէ, ոնց եղա, էդի հրաշք չի, այդ չի նշանակում, որ հարությունը առավ հողից այդ ծառը, մի հատ բջուրիկ սերմից, կամ մարդը ընդհանրապես մի հատ բջիջ է լինում սկզբում, իրա մոր որովայնում, այդ ոնց էդի հրաշք չի, որ այդ մի բջիջը շատանում է, հետո ձևավորվում է, ոնց կարա պատահական, սենց կատարյալ մեխանիզմ ձևավորվի, երբ որ ուսումնասիրում ես մարդու մարմինը, ապշում ես, թե այդ ինչ զարմանալի ճշգրտությամբ ամեն ինչ չափված ձևած մարդու մեջ, այդ հորմոնների քանակը, ամեն ինչը, ուղղակի ապշեցուցիչ է, եւ որ ասես պատահականությունը, այդ ինչի դե ոնց է, մարդը դառնալի փուճուրիկ կատարյալ փուճուրիկ մարդուկ եւ ծնվում է եւ սկսում է ապրել, դի հրաշք չի, իհարկե որ հրաշք է, բայց ինչի զարման որ Աստված կարա մեր մի հատ բջիջից նորից մեզ վերականգնի, վերջի էլի կրկնենք, որ Ադամին ինչից ասես է, հողից։ Եվ հլա հասկանալի է, որ աթեիստները չեն հավատում, բայց որ շատ հավատացյալներ էլ չեն հավատում դրան, հետի արդեն վերջում կարդանք Էլեն Ուայթի դարերի փափագը գրքից Էջ 787 նրա ձայնով խաչից ահագեց կատարված է լսվեց մեռածների ականջներում քանդելով գերեզմանի պատեր այդ ձայնը կյանքի կոչեց մեռածներին այսինքն տիպներ ճեղքելով գերեզմանի պատերը նույնը կկրկնվի եւ Քրիստոսի ձայնը հնչի երկնքից երբ որ ինքը երկրորդ անգամ գա Այդ ձայնը կթափանցի գերեզմանները եւ կներխուժի հանգչարանները եւ Քրիստոսով մեռածները հարություն կառնեն։ Փրկչի հարության ժամանակ մի քանի գերեզմաններ բացվեցին, բայց նրա երկրորդ գալուստյան ժամանակ բոլոր սուրբ ննջեցյալները լսելով նրա ձայնը դուրս կգան, փառավորված եւ անմահացած։ Այն նույն զորությունը,
որ հարություն տվեց Քրիստոսին, կկենդանացնի նաև նրա եկեղեցին եւ նրա հետ կփառավորի սուրբերին բոլոր իշխանություններից, բոլոր զորություններից եւ բոլոր անուններից վեր, ոչ միայն այս, այլ նաև գալիք աշխարհում։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք լինենք այս սուրբերի թվում, որ մենք հարություն առնենք եւ Աստծո պարգև ընդունենք եւ ուրախացնենք իր սիրտը, որ իր զոհը իզուր չեղավ մեր